Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է հոկտեմբերի 18-ի համար։ Օրը շաբաթ է եւ տեսնենք թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու։ Դրա համար գնայինք այս մյուս քարտերով շաբաթ կիրակի։ Գնայինք առնետների։ Ինչ է սպասվում առնետներին հոկտեմբերի 18-ին։ Մի փոքր էմոցիոնալ կլինեք, ոմանք նաև կարող են հանդիպել իրենց մայրիկի հետ, ոմանց համար ռոմանտիկ պահեր են, ռոմանտիկ հարաբերություններ, ռոմանտիկ ընթրիք, ինչ-որ հարցեր կարող են ձեզ մոտ մութ մնալ, ինչ-որ վախեր կարող եք ունենալ, ինչ-որ մեկի հետ հանդիպելու կամ ինչ-որ մի բան անելու համար։ Նաև օրվա ընթացքում հանդիպում կամ շփում կունենաք որևէ տղայի հետ, տղամարդու հետ, այստեղ ավելի շատ կամ նա ձեզ այնպես միտք կտա, ինչ-որ մի բան կասի, որից հետո ծանր ու թեթև կանեք այն ինչ-որ լսել եք, այն ինչ-որ գիտեք, այն ինչ-որ իմացաք, այդպես կամ իր հետ կապված է, այստեղ ընտրության առջև եք կանգնած, հնարավոր է ամեն մեկը գնում է իր ճանապարհով, հնարավոր է նաև միասին որևիցե ինչ-որ հարցի շուրջ ընտրություն եք կատարելու կամ դիմում եք իրեն, ոնց որ կասկածում եք, մտածում եք դեռևս, ինչ անեք, ինչպես անեք եւ դիմում եք իրեն, որպեսզի նա ձեզ օգնի։ Նաեւ այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք պետական աշխատողի հետ, նաեւ դա կարող է լինել պետավտոտեսուչ, այնպես որ մի փոքր ուշադիր եղեք արդեն, որպեսզի չհանդիպեք պետավտոտեսուչներին եւ եթե ինչ-որ մարդիկ պետք է ձեզ օգնեն, եթե ինչ-որ օգնության կարիք ունեք, ապա ինչ-որ մարդիկ ձեզ այդ օրը անպայման կօգնեն։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ցուլերին, տարվա ծնված ցուլերին, այս ալիքը միայն տարվա ծնվածներին է վերաբերվում։ Ինչ է սպասվում ցուլերին հոկտեմբերի 18-ին։ Ոմանք նոր կյանք կսկսեն, նոր բիզնես, նոր ընտանիք, նոր տուն, նոր ինչ-որ արարողություն է, որից հետո ոնց որ նոր կյանք է բացվում ձեզ համար, նոր կյանքի սկիզբ է, նոր բիզնես կարող եք սկսել, տանն եք սկսում այդ բիզնեսը։ Երեխաները, թոռները կարող են գալ ձեր տուն, կամ երեխաների հետ կապված որևէ իրադարձություն է, առիթ է, օրինակ, որ պետք է գնաք կամ ձեր տանն է այդ առիթը։ Նաև տանը հետ կապված որևէ հարցեր կան, ոմանք տուն են մաքրում, ոմանք ուբորկ են անում, ոմանք հյուր են ընդունում, այստեղ նաև առիթ է, միգուցե առիթը սկզբում տանն է, ինչպես որ հարսանիքը սկզբում տանն է, հետո դուրս եք գալիս, կամ տանն եք ուղղակի առիթ եք սարքում, ինչ-որ նաև հասարակական որևէ գործունեություն է, հասարակական որևէ կյանք։ Միգուցե ինչ-որ պահեր եք այստեղ ձեր երեխայի հետ կապված ինչ-որ գործողություններ եք անում, ցուցադրում եք, նաև նոր բիզնես է սա, հենց կարող է սոցցանցերով է եւ հասարակական է դա այլինոց համարվում, աշխատում եք իրենց համար։ Տան հետ կապված տեղափոխություն, փոփոխություններ, միգուցե տան բնակարանամուտ եք նշում, այստեղ նոր բնակարան է եւ առիթ եք ստեղծում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք վագրերին։ Ինչ է սպասվում վագրերին հոկտեմբերի 18-ին։ Ոմանք այդ օրը հարսանիք են, ոմանց ամուսնությունն է այդ օրը, հարսանիքն է հենց ձեր։ Նաև ինչ-որ պայմանագիր կարող եք այստեղ կնքել, ոմանք կարող են զաքսավորվել նաև այդ օրը։ Ընտանիքում որևէ կարևոր օր կարող է լինել եւ նշում եք։ Ոմանք նամակագրական կապ կունենան, հնարավոր է նաև այստեղ հարսանիքի հրավիրատոմս է կամ ծրարի մեջ գումար եք դնում, որպեսզի տաք, այստեղ նվերներ, անակնկալներ, ինչ-որ հետաքրքիր պահեր կարող են լինել։ Ոմանց համար ժամադրություն է, այստեղ կպայմանավորվեք, կհանդիպեք, միգուցե ամուսնության առաջարկ են անում այստեղ հետաքրքիր ձևով ձեզ։ Ոմանք էլ կսովորեն կամ ինչ-որ բաներ կգրանցեք, այն ինչ-որ հարկավոր է կարող խանութ գնալու համար կամ ինչ-որ բան։ Այսքանը ձեզ համար,
Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք նապաստակներին։ Ինչ է սպասվում նապաստակներին հոկտեմբերի 18-ին։ Գումար կծախսեք, նաև գումար կստանաք ոմանք, գուցե տան հետ կապված իրեր եք գնում, տուն եք վաճառում, այդտեղից է գալիս գումար, նաև ոմանք կարող են տեղափոխվել, այդտեղ գումար ծախսել, ոմանք ինչ-որ առիթ է տանը, նշում եք, տան մեծ մաքրում եք անում, ոմանք նամակագրական կապի մեջ կլինեն, այստեղ փաստաթղթերը կարող եք դասավորել, հավաքել, կուտակվածները մի կողմ դնել, թափել են ինչ-որ ավելորդ հա, սիրային նամակագրական կապի մեջ լինեք, փաստաթուղթ ստանաք, դեռևս շաբաթ է կարող են բերել, գրեք, հա, ինչ-որ բաներ գրեք, սովորեք, հա, սովորելու համար դա կարող է լինել, խանութ գնալու համար դա կարող է լինել, այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում, գնանք վիշապներին, Ինչ է սպասվում վիշապներին հոկտեմբերի 18-ին։ Ինչ-որ անհանգստություն է, ինչ-որ լարվածություն է ձեզ մոտ, ինչ-որ մի բանի մասին եք մտածում, ինչ-որ բանից եք անհանգիստ, ասեք տեսնենք ինչ է, հնարավոր է առողջությանն է վերաբերվում, հնարավոր է գնում եք գեղեցկության սրահ, ինչ-որ մազերի փոփոխություններ պետք է անեք եւ անհանգստանում եք, արդյոք ճիշտ կանեն, արդյոք կսազի։ Նաեւ հենց առողջությանը կամ ձեր ծնողների կամ ձեր հարազատների։ Ոմանք կայցելեն իրենց ծնողներին, այդտեղ տուն կգնան, հա, ծնողների տուն, եթե առանձին եք ապրում, ոմանք նաև տանը գործեր կանեք, տուն կմաքրեք, տուն կհավաքեք, նաև տեղափոխվում եք տանից տուն, առիթ է, հյուրեր եք ընդունում, դուք եք գնում հյուր, եւ այդ օր ընտրության առջև եք կանգնած լինելու, ինչ որ կարևոր մի բան է, որ ոմանց համար կարևոր մի բան է, որ պետք է ընտրեք, ոմանց համար էլ սա ինչ որ թեթև, հա, ոնց որ ասում են մանիկյուրի գույնը, հա, պետք է երկար կարող եք ընտրել, չեք կարողանում ճիշտ ընտրություն անել եւ երկար պետք է ընտրեք։ Այսքանը ձեզ համար, գուցե տուն եք, տեղափոխվում եք, տուն եք փնտրում, ընտրության առջև եք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք օձերին։ Ինչ է սպասվում օձերին հոկտեմբերի 18-ին։ Նամակագրական կապի մեջ կլինեք, փաստաթղթեր կստանաք, փաստաթղթերը կդասավորեք, ուշադիր եղեք այստեղ, որոշում եք մաքրել, հավաքել եւ այդտեղ կարող եք կորցնել, ինչ-որ փաստաթուղթ կորցնել, շատ ուշադիր եղեք, կարող եք նաեւ վիճել տարբեր մարդկանց հետ նամակագրական կապի միջոցով վիճել եւ կորցնել, եւս կորցնել։ Այստեղ ոմանք առիթ ունեն, առիթին պատրաստվելու համար կարող եք մաքրել 4 բոլորը, նաև առիթի ժամանակ կարող է տեղի ունենալ որևիցե վեճ։ Եվ ինչի կորուստ է սա։ Այստեղ ուշադիր մեքենայի հետ կապված, եթե մեքենա եք վարում, ապա ուշադիր եղեք, այստեղ կարող է ձեզ կանգնեցնեն, եւ դա եւս գումարի կորուստ է, շտրաֆ է եւ այլն, շատ ուշադիր վարեք։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձիերին։ Ինչ է սպասվում ձիերին հոկտեմբերի 18-ին։ Հանդիպում շփում որևիցե աղջկա հետ, տեսնենք ով է այս աղջիկը։ Այդպես է գիտե, որ այս քարտը դուրս է գալու։ Պետական աշխատող կարող է լինել ձեր շրջապատի մարդկանցից մեկը կարող է լինել, ում հետ որ շփվում եք, ում հետ որ
կան նոր ընկերներ են, նաև սա կարող ձեր տնօրենն է, ձեզ օրինակ բարձրացնում է, ձեր աշխատավարձն է բարձրացնում, ձեր կարիերան է բարձրացնում, ձեր դիրքն է բարձրացնում։ Նաև սա տղաների համար ոչ աղջիկ է, նոր ծանոթություն է, ով որ մտնելով ձեր կյանք, ձեր նոր կյանքի իմաստ կտա, կփոխի ձեր կյանքը։ Նաև դե եթե այդ օր ինչ-որ գործեր ունեք, կարող է պետական աշխատող, որպես իրավաբան եւ այլն հանդիպեք այդ աղջիկա հետ։ Տեսնենք ով է, ինչ է կորցնում, ով է։ Երեխաների հանդեպ վստահությունը, նաև ուշադիր եղեք, ովքեր որ հղի են, ծանր բան նման բաներ մի վերցրեք, ուղղակի ուշադիր եղեք ձեր բիզնեսին, ձեր գործունեությանը, պահպանեք այն ինչ որ ունեք։ Եվ երեխաների կարող է ուղղակի այդ օրը ձեզ չլսեն, ձեզ հակաճառեն, այդպես։ Եվ ինչ որ մի բան է կայունանում ձեզ մոտ, միգուցե այդ ամենն է կայունանում, ցույց է տալիս այն ինչ որ կար եւ այդ ամենը կայունանում է ձեզ մոտ, կարգավորվում է։ Չեմ նայում որ ոլորտն է, որովհետեւ այստեղ յուրաքանչյուր մարդու մոտ տարբեր ոլորտ կարող է կայունանալ, մեկի մոտ ֆինանսները, մեկի մոտ աշխատանքը, մեկի մոտ փաստաթղթերը, առողջությունը եւ այլն, ինչ ասես կարող է լինել։ Եվ դե համար կարող է ինչ-որ մի բան կայունանա ձեզ մոտ, հասկանաք, որ արդեն այդ ոլորտի համար պետք չի անհանգստանալ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք այծերին, նաև ոչխար են կոչվում։ Ինչ է սպասվում այծերին հոկտեմբերի 18-ին։ Այդ օրը բոլոր դռները բաց են ձեր առջև, հաջողություն է ձեզ սպասվում, այնպես որ ինչ ցանկանում եք այդ օրը արեք, դռները բաց են, ճիշտ է շաբաթ են գնում, միշտ նման օրեր, բայց ամենայն դեպս բաց են, առաջ գնացեք, առաջ տարեք ձեր գործերը, այն ինչ գործերը, որոնք որ կանգնել էին, այդ ամեն ինչը առաջ տարեք, նաև եթե ճանապարհ եք գնալու եւս էլի հաջողակ ճանապարհ է։ Տեսնենք ով է այս աղջիկը։ Գումարի հետ կարող է կապված լինել, գումար պետք է տաք, ինքը ձեզ գումար տա, գումարի մասին խոսեք, արժեքի մասին խոսեք, ինչ-որ բան եք կարող ուզում պատվիրել իրենից կամ ինքը ձեզանից եւ ինչ որ արժեք քննարկեք։ Նամակագրական կապի մեջ կարող եք լինել, միգուցե հենց դրա հետ է կապված։ Նաեւ սա սիրային կողոն նամակագրությունը, փաստաթղթերն եք դասավորում, ինչ-որ նամակ եք ստանում, SMS եք ստանում, գրում եք, ցուցակ եք կազմում, ծրար է, փաթեթ է, ինչ որ եթե այդ օրը առիթի եք, ապա կարող է ծրար է դա, մեջը գումար եք դնում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կապիկներին։ Ինչ է սպասվում կապիկներին հոկտեմբերի 18-ին։ Փոփոխություն կյանքում, այնպես որ սա անգնում է դա լավ փոփոխություն է մարդու կյանքում, ոմանց մոտ տեղափոխություն է, մեկ այլ երկիր, մեկ այլ քաղաք, մեկ այլ աշխատանք, մեկ այլ ինչ որ փոփոխություն է մի խոսքով։ Նաև հղիություն, ծննդաբերություն ոմանց մոտ, գլոբալ փոփոխություն է սա։ Հաջողություն է այստեղ ձեզ սպասվում, ինչ փոփոխություններ որ տեղի ունենա ձեզ մոտ, միևնույն է հաջողություն է ձեզ սպասվում։ Թեկուզ սա, եթե այդ օրը ինչ գործեր էլ որ անեք, միևնույն է էլի հաջողությամբ այն կավարտեք։ Այդ օրը շատ կշփվեք տարբեր մարդկանց հետ, շատ կխոսեք, ուշադիր եղեք լեզվակռվի մեջ չընկնեք, նաև բամբասանք է, որ կարող են բամբասել նաև ձեր հետևից։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք աքաղաղների։ Ինչ է սպասվում աքաղաղներին հոկտեմբերի 18-ին։ Ինչ-որ ոլորտ է ձեզ մոտ կայունանալու, ինչ-որ բան է ձեզ մոտ կայունանալու, որ միգուցե հանգստանում եք,
Ինչ որ հանգստություն է իշտում ձեզ վրա, որովհետև դա ինչ որ կայուն է։ Ինչ որ մի բանը կա, դրա մասին էլ չեք մտածելու։ Մի փոքր էմոցիոնալ կլինեք այդ օրը, ոմանք սիրային ժամադրություն, այդպես ռոմանտիկ ժամադրություն կունենան։ Դե չեմ կարող ասել, որովհետև այստեղ արդեն մի քանի օրից նոր է լուսինը եւ չեք կարող, հա։ Այստեղ սև է արդեն լուսինը, քիչ-քիչ եւ երկնքում լուսին չի լինելու։ Նաեւ ոմանց մոտ հանդիպում, շփում ձեր մայրիկի հետ, խոսել իր հետ, ինչ-որ մի բան է ձեզ մոտ մութ մնում, ինչ-որ հետաքրքիր երազներ այդ օրը կարող եք տեսնել, բնականաբար, այսօր ամեն ինչ հնարավոր է։ Նաև խաբեություն է սա, խորամանկություն, կամ միգուցե դուք պետք է լինեք այդ օրը մի փոքր խորամանկ, կամ ձեր հանդեպ կարող են լինել խորամանկ եւ նաեւ խաբեբայն ձեր շրջապատում եւ ինչ-որ մի բանով մի հարցով կարող են փորձել ձեզ խաբել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք շների։ Ինչ-որ հաջողության քարտը դուրս եկավ, այնպես որ ինչ-որ հաջողություն սպասեք այդ օրը։ Ինչ է սպասվում շներին հոկտեմբերի 18-ին։ Սա ոմանց համար վիրահատություն է, ոմանց համար վեճ, ինչ-որ մի հարցում կտրուկ որոշում կկայացնեք, ինչ-որ մի բան կտրուկ կհանեք ձեր կյանքից, նաև ձեր կյանքը կարող կտրուկ փոխել։ Եվ ուշադիր եղեք այդ օրը նաև սուր գործիքների հետ աշխատելիս։ Այդ օրը գումար կծախսեք, գումար կստանաք, գումարի մասին կխոսեք, ինչ-որ մի բան կարող վճարում եք եւ ոնց որ ավարտում եք դա, այլևս դրան չեք անդրադառնում։ Նաեւ այդ օրը օծեր կան, օծային վերաբերմունք ձեր նկատմամբ, նաեւ իմաստություն է դա։ Գուցե գումարի հետ է կապված, որ իմաստուն լինի մարդ եւ գումարը ճիշտ ծախսի։ Նաև կարող շատ գումար եք ստանում եւ միանգամից նախանձներ են, բամբասանքներ, խոսակցություններ, նախանձներ, այդպես։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վարազներին, խոզերին։ Երեխայի քարտը դուրս եկավ, ոմանք նոր կյանք են սկսում, ոմանց մոտ հղիություն, ծննդաբերություն, ոմանքի երեխաների հետ կարող են վիճել։ Ինչ է սպասվում վարազներին հոկտեմբերի 18-ին։ Փոփոխություն ձեր կյանքում։ Տեղափոխվում, մեկ այլ տեղ, մեկ այլ երկիր, մեկ այլ քաղաք, դա կարող է լինել, մեկ այլ աշխատանք, մեկ այլ գործողություն, նաև հղիություն, ծննդաբերություն, ոմանց համար։ Հաջողություն այդ օրը սպասվում, ինչ էլ անեք հաջողություն այդ օրը սպասվում ձեզ, այնպես որ արեք այդ օրը։ Այդ փոփոխությունը եթե մտնի ձեր կյանք եւս հաջողություն կբերի։ Եվ ոմանց համար սա գաղտնիքի բացահայտում է, որ կբացահայտվի այդ օրը, նաև ուսում է, կսովորեք, կզբաղվեք ուսմամբ, գուցե ինտերնետից եք ինչ-որ մի բան սովորում, թեկուզ տորտ պատրաստել, աղցան, ուտելիք եւ այլն, հա, դա եւս հա ուսում է նշանակում։ Պարտադիր չի գնաք նստեք դասի ձեռ բարձրացնեք եւ սկսեք խոսել։ Պարտադիր չի դա։ Սա նաեւ կուրսեր է, որ կարող եք հաջողել։ Եվ ոմանք էլ փոփոխություն տեղի ունենալով, հաջողություն տեղի ունենալով կփոխեք նաև ձեր կյանքի էջը, ուրիշ ձևով կսկսեք ապրել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։